Վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշներից տեղեկանում ենք, որ Հայաստանում 2025 թվականի հունվար-հուլիս ամիսներին իրականացվել է 293.3 միլիարդ դրամի շինարարություն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 20.2%-ով։ Կազմակերպությունների միջոցներով իրականացվել է ընդհանուր շինարարության 46.4%-ը, շուրջ 136.4 միլիարդ դրամի, ինչը 18.1%-ով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս տարվա հունվար-հուլիս ամիսներին բնակչության միջոցներով իրականացված շինարարության ծավալը ավելացել է 16.4%-ով, կազմելով շուրջ 73 միլիարդ դրամ։ Սա ընդհանուր շինարարության 25%-ն է։ Պետական բյուջեի միջոցներով իրականացվել է ընդհանուր շինարարության 24.3%-ը, շուրջ 71 միլիարդ դրամի։ Պետական բյուջեի միջոցներով իրականացված շինարարությունը նախորդ տարվա 7 ամսվա նկատմամբ աճել է 30.9%-ով։ Համայնքների միջոցներով իրականացվել է շինարարության 4%-ը, շուրջ 11.7 միլիարդ դրամ, ինչը նախորդ տարվա համեմատ աճ է գրանցել 23.3%-ով։ Իսկ օտարերկրյա ներկրողների միջոցներով իրականացված շինարարության ծավալը թեև մեծ չէ, շուրջ 1.2 միլիարդ դրամի, սակայն աճը 79.8% է։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և Թանգարան ինստիտուտ, տեղում ծանոթանալու տարածքում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։ Սրա մասին հաղորդում է տարածել ԿԳՄՍՆ լրատվական ծառայությունը։ Կապալառու կազմակերպության ներկայացուցիչները ներկայացրել են շինարարության ընթացքը, նախանշելով առաջիկա անելիքները։ Նրանց խոսքով մույթերի նորոգման աշխատանքներն ընթանում են ըստ հաստատված նախագծային լուծումների։ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և Թանգարան ինստիտուտի տարածքում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով ԿԳՄՍ նախարարի այցերը կլինեն շարունակական։